Ժողովուրդ ջան, դուրսը շատ ցուրտ էր։ Տուն եկանք, մի հատ տաք թեյ եմ դրել, Աշոտը սուրճ խմեց, ես թեյ եմ խմում։ Հյուր ունեմ, շուտով մեր հյուրը կմիանա ինձ։ Քանի որ այստեղի դպրոցներից էիք հարցրել, այստեղի կրթության մասին էիք հարցրել, ես որոշեցի, ես հյուր ունեմ այսօր ումից ուզում եմ հարցնեմ այստեղի կրթության մասին, շուտով մեր հյուրը կմիանա մեզ։ Ես։ Բարև ձեզ, ես հյուր չեմ։ Ստուդիայում հյուր նկատի ունեմ, քանի որ Աշոտը աշխատել է դպրոցում, ավելի շատ ոնց որ տեսել է, գիտի եւ այլը, ես խնդրեցի Աշոտին, որ պատմի իր փորձը։ Ծիծաղում եմ, որովհետեւ տպավորություններ ես, ասենք, ոնց է գնահատականները։ Հա, ընդհանուր ինչ որ դու գիտես քո փորձի մասին, քո խնդրում եմ Աշոտ ջան, մեր բաժանորդներին ասես, ինչ որ դու գիտես բելգիական դպրոցների մասին, քան որ աշխատել ես այնտեղ դպրոցում, ներսից տեսել ես, գիտես։ Խոսքը տրամադրենք մեր Աշոտին։ Խնդրեմ Աշոտ ջան։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ։ Քանի որ կինս քանի որ ասում եմ մի քիչ կրթության մասին դպրոցներում աշխատել ես, այդ մասին խոսավոր աստեի դպրոցները։ Քանի որ հարցերին ուղղել դրա համար է։ Համեմատած Հայաստանում կրթության համակարգի դպրոցների հետ, ես կարող եմ ասել, որ համեմատություն նույնիսկ չեմ կարող բերել։ Այստեղ ամեն ինչ արտակարգ է, ձևավորված է մի հզոր կրթական համալիր, որը ինչպես Հայաստանում ամեն տարի փոփոխության են տարվում, ստեղ նման բաներ չկա։ Ծրագիրը տարիներ շարունակ մնում է նույնը, ընդհակառակը նորացվում, լրացվում է, բայց այնպիսի փոփոխություններ չի կատարում, որը կվնասի, ասենք, պետության զարգացման շահերին։ Բախտի բերմամբ թե ճակատագրի բերումով, երբ մենք եկանք Բելգիա, ես աշխատանք գտա մի դպրոցում առաջ էր։ Աշխատել է պարդատիր է, առանց աշխատանքի ապրել հնարավոր չի դա բոլոր երկրներում, եթե ոմանք կարծում են, որ Եվրամիության երկրներում ամեն ինչ թափած է, կարաս առանց աշխատելու նորմալ ապրես, դա հնարավոր չի։ Եթե չաշխատես, չես կարող նորմալ ապրել։ Եվ ահա դիմեցինք աշխատանքի տեղավորման բաժին, առաջարկություն ունեցա աշխատելու մի դպրոցում, որտեղ մենք բնակվում ենք, որպես տնտեսվար այսպես ասեմ, որ պարզ լինի։ Երբ առաջի օրը գնացի այդ դպրոց, երկու տնտեսվարներ վերանորոգում են դպրոցի տնօրենի կաբինետը, այսպես ասած, բյուրո։ Ես էլ այդ աշխատանքը մի քիչ ծանոթ լինելով հանդերձ, նկատեցի, որ շատ անորակ գործ են կատարել, եւ ես ասի, որ այս թողեք ես մենակ կանեմ։ Մի 2-3 օր աշխատելով այդ բյուրոյում, վերանորոգելով, այսինքն շպակլովկա սվաղանելուց հետո, այդ աշխատանքը ես ձեռք եմ բերել իմ վերջին 10-15 տարվա ընթացքում, որ ապրում է Հայաստան, հարկադրված եղան դիպլոմներս մի կողմ դրենք եւ ընտանիքի հոգսեր հոգալու համար զբաղվել շինարարությամբ, որպեսզի ընտանիք կարողանան պահել, եւ ահա դա ինձ օգնեց, որպեսզի ես Բելգիայում եւս աշխատանք գտնեմ։ 3-4 օր աշխատելուց հետո համարյա թե դիրեկտորի կաբինետը արդեն նորմալ վիճակի է բերել եւ 4-րդ օրը դիրեկտորը եկավ դպրոց, դա հարցակուրտի ժամանակահատված էր, դրա համար եմ ասում 3-4 օր հետո, եւ որ ինձ տեսավ, մենք ծանոթացանք ու իմացա, որ այդ աշխատանքը ես եմ կատարել, ասի, որ փորձնական եմ եկել, պետք է նախապես, որպեսզի Բելգիայում ընդունված է, որ միտեղ աշխատանքի ընդունվես, պետք է 2 շաբաթ փորձաշրջանացնես, ղեկավարություն տեսնի, եթե հարմար է, նոր ընդունում են աշխատանքի։
տեսնելով որ լավ գործ է կատարված եւ իմանալով որ ես նոր աշխատող եմ եկել, փորձաշրջան եմ ասնում, անմիջապես ինձ ասեց, որ ես քեզ կընդունեմ աշխատանքի դպրոցում եւ միանգամից այդ նույն օրը ինձ ցույց տվեց դպրոցը շատ մեծ դպրոց էր, նախատեսված էր 1200 աշակերտի համար, 1000-ից ավելի աշակերտներ են սովորում։ Դա ինտերնատ դպրոց էր, որտեղ նաեւ աշակերտները գիշերակաց հասկացնում են ոչ բոլորը, ովքեր որ հեռու են բնակվում այդ դպրոցում։ Եվ նա ինձ առաջնորդեց առաջի հերթին այդ սենյակները, որտեղ դպրոցականները քնում են, եւ մենք միասին տեսանք, որ իրոք մոտ 30 տարի այդ դպրոցում վերանորոգման աշխատանքներ չէր եղել։ Եվ համաձայնվեց նա, որ ինձ ընդունեն աշխատանքի, եւ ես մոտ 3 տարի այդ դպրոցում աշխատեցի։ Աշխատանքին զուգընթաց նաեւ ծանոթացա դպրոցի ներքին իրավիճակին, ինչպիսին է դպրոցը, ինչպիսի ծրագրերով են առաջնորդվում, որը իհարկե ասեմ ձեզ, որ շատ հավանեցի եւ իրոք պատճառը այն է, որ իրոք եվրոպական բոլոր երկրների դպրոցները առաջնակարգ դպրոցներ են, նույնիսկ ես այդ դպրոցը որևէ Հայաստանում գտնվող դպրոցի հետ համեմատել չեմ կարող, նույնիսկ այսօր դա իրոք դպրոց է, որտեղ աշակերտին կարողանում է տալ ամենամաքսիմումը, որ այդ աշակերտին հնարավորություն կտա հետագայում իր գիտելիքները բարձրագույն ուսումնական հաստատություններում ավելի խորացնելու։ Բելգիան, որպես Եվրամիության առաջնակարգ երկրներից մեկը, ունի շատ լավ կրթական համակարգ։ Միջնակարգ կրթությունը Բելգիայում հիմնականում զարգանում է 3 ուղղություններով։ Առաջի ուղղությունը դա տեխնիկական գիտելիքներ սովորեցնելու ուղղորդված դպրոցներ են։ Երկրորդը համընդհանուր բոլոր առարկաների խորացված, երրորդը, այսպես կարելի ասել, միջանկյալ, միջնակարգ կրթությանը զուգահեռ տալիս են նաև մասնագիտական կրթություն, որ մասնագիտական կրթությունը մեր երկրում, Հայաստանում, հիմնականում հիմա չգիտեմ ոնց է, կոմունիստական ժամանակաշրջանում, ասենք տեխնիկական ուսումնարաններն են, որոնք 8-րդ դասարանից շատերը այդ դպրոցում չեն ցանկանում կամ չեն կարողանում սովորել, գնում են ուսումնական հաստատություն, պրոֆտեխ ուսումնարաններ, մասնագիտություններ ստանալու եւ հետագայում աշխատելու համար։ Արհեստներով սովորել։ Հիմա այստեղ էլ կա երրորդ խումբ դպրոցները, բացի միջնակարգ կրթությունից, այսինքն ըստ բնակավարների խորած մասնագիտությունների, որոնք բարձրագույն ուսումնական հաստատություն սովորել չի պահանջվում, նաև պատրաստում են այդ մասնագիտությունների համար մասնագիտություններ։ Դրանց զուգահեռ նաև ես այդ դպրոցը որտեղ աշխատում եմ, նաև բարձրակարգ աշակերտներ պատրաստում ինֆորմատիկայի բնագավառում, հետագայում ասենք ծրագրավորման լավ մասնագետներ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար։ Այստեղ այս կրթական համակարգի մեջ այս դպրոցում դրականը շատ էր, ես հիմա կփորձեմ այդ դրանցից առանձնացնել եւ ձեզ ներկայացնել։ Դպրոցը բանը որ ինչ է, որ 5-6 հետո էլի տարական միջնակարգ։ Դպրոցը տարականը առանձին։ Տարական չուներ էլի ինքը ցածր դասարաններ չկար։ Տարական դպրոցը հենց լինում է, որ հենց այդ միջնակարգ դպրոցի կից է լինում, բայց տարական դպրոցները առանձին են,
արդեն գալիս է միջնակարգ դպրոց։ Դպրոցը տարական դասարաններ չուներ, ասենք ես առաջի, երկրորդ, երրորդ ցածր դասարան աշակերտներ չեմ տեսել, հիմնականում գալիս են 6-րդ դասարանից, միջնակարգ։ Եվ 6 տարի սովորել ավարտելուց հետո 12 տարի արդեն այդպես էր լինում, 6 տարին սկզբնական իրանք ուրիշ դպրոցներում են սովորել, տարական դպրոցներում, հետո նոր ելնելով ասենք դպրոցի պրոֆիլից ծնողները իրենց երեխաներին բերում են այդ դպրոցը սովորելու։ Հիմնականում դպրոցը ուղղորդված էր հետևյալ մասնագիտություններ, պատրաստում էր մասնագետներ, որոնք դպրոցը ավարտելուց հետո անմիջապես կարող են մտնել արտադրություն աշխատել եւ տալիս էր կրթություն, որ նաև շարունակեն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու։ Ինձ համար իրոք զարմանալի էր, որ հենց դպրոցում կարող են բուժքույրերի որակավորում ստանալ եւ ավարտելուց հետո գնալ հիվանդանոցներում աշխատել բուժքույր։ Բելգիայում, ինչպես նաեւ եվրոպական եվրոմիության շատ երկրներում այսօր խիստ անհրաժեշտություն կա բուժքույրերի։ Եվ դպրոցում պատրաստելով օրինակ ասենք տարեկան մոտ 30-40 շրջանավարտներ, 1 կամ 2 դասարան։ Դրանք համալրվում են արդեն հիվանդանոցներում բուժքույրեր աշխատանքելու։ Դրանք հետո հնարավորություն են ունենում բուժքույրեր կամ տղամարդիկ անվանում են ոնց բուժեղբայրներ, հետագայում նրանք հիվանդանոցներում աշխատելով կարող են դրան զուգընթաց արդեն սովորել նաև բժշկության բնագավառում բարձրագույն կրթություններ ստանալ, եթե իհարկե մարդիկ կան, որոնք ցանկություն ունեն։ Երկրորդ մասնագիտությունը, որ դպրոցը պատրաստում էր, դա խոհարարների խումբն էր։ Այսինքն 12 դպրոցը ավարտելուց հետո կա ցանկացողներ, ովքեր ուզում են որ խոհարար դառնալ, միշտ ամեն տարի 2 դասարան 30-ից 40 հոգի, ամեն մի դասարանը կոմպլեկտավորվում էր 20 ուսանողով եւ 10 միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո, բացի այն որ արդեն միջնակարգ դպրոցը ավարտելով գաղական են ստանում, նաեւ ստանում են դիպլոմ, որ ավարտել են խոհարարի որակավորում ստացել դասընթացը։ Եվ Բելգիան դարձյալ այստեղ շատ պահանջ կա խոհարարների, քանի որ ձեզ ասեմ, տեղական ընտանիքների, ասենք ազգաբնակչության Բելգիայի ընտանիքների մեծ մասը երևի տանը հաց չեն պատրաստում, միշտ սնվում են դուրսը եւ անընդհատ խոհարարի, բարձրակարգ խոհարարի պահանջար Բելգիայում շատ կա։ Ես էլ եմ շատ տեսնում հայտարարությունների մեջ գործերի բանի խոհարարների պահանջարկ։ Բացի այդ խմբերից դպրոցը նաև կողմնորոշված էր սպորտի բնագավառում մասնագետներ պատրաստելու, այսինքն բարձրագույն կրթություն չէր տալիս, բայց տալիս էր այնպիսի խորացված գիտելիքներ, որոնց հիման վրա ցանկություն ունեցող ուսանողները շարունակում են սպորտը զարգացնել բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ ելնելով դրանից ասեմ որ այդ դպրոցը որը զբաղեցնում էր մոտավորապես մի 8 հեկտար տարածք դպրոցի շինությամբ եւ այլն կար 2 հատ մեծ սպորտ տալիչ ֆուտբոլի բացօթյա հրապարակներ, 2 մեծ ֆուտբոլի դաշտեր, թենիսի, հետո խոտի, հոկեյի բաներով, տարբեր ուղղություններով պատրաստում են, այսպես ասած, միջնակարգ կամ տեխնիկական կրթության մասնագետներ, որոնք հեշտությամբ ընդունում են բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Դպրոցի լավագույն, ասենք, առավելություններից մեկը նաև կայանում էր նրանում, որ այդ դպրոցը երևի Բելգիայի այս տարածքում առաջնակարգ դպրոցներից մեկն էր, որտեղ ասենք մոտավորապես այդ 1000-1200 աշակերտների մեջ 200 հոգի անընդհատ գտնվում է, որ ամեն տարի
տարածքից 30-40 կիլոմետր հեռավորության վրա ապրելով գալիս են ստե սովորելու, մասնագիտություն ստանալու եւ ինտերնատում նաեւ բնակվելու համար։ Ճիշտ ասած ասեմ, որ միջնակարգ կրթությունը Բելգիայում հովանավորում է պետության կողմից ծրի է, բայց ինտերնատում արդեն ապրել բնակվելու համար ծնողները որոշակի գումար են մուծում եւ բացի դրանից նաեւ կային սպոնսորներ, որոնք այդ ծախսերը նաեւ հոգում են, որը աշակերտի վրա, աշակերտի ծնողների վրա այդքան մեծ ծախս չէր թողնում որ մնա։ Դպրոցի աշխատանքները շատ բարձր մակարդակով էր կազմակերպվում։ Դպրոցը ուներ մեկ տնօրեն եւ 4 առաջի տեղակալներ, որոնք զբաղվում են դպրոցի աշխատանքների կազմակերպման գործով։ Կար ասենք ուսումնական գծով տեղակալ, ֆինանսական գծով տեղակալ, ծնողների հետ կապի միջոցը օգտագործելու տեղակալ։ Դպրոցի այնպիսին էր, որ հավաքագրվում էր միշտ եւ ամեն տարի մայիս-հունիս ամիսներին հայտարարում էր բաց դռների օրեր էր նշանակում, այդ ծնողները ովքեր ցանկանան իրենց երեխաներին ցանկանան որ իրենց երեխաները աշխատեն, սովորեն կրթություն ստանան կամ այն աշակերտներ ովքեր ցանկանում են սովորելու այդ դպրոցում, միասին ծնողների հետ գալիս էին, դիրեկցիան հատուկ հանձնաժողով էր ստեղծում, բոլորի հետ զրուցում են, բոլոր պայմանների հետ ծանոթացնում են եւ միշտ այդ 3 տարիների ընթացքում որ ես դպրոցը աշխատել եմ, նկատում եմ, որ ամեն տարի, ասենք, հաճախորդների քանակը ավելանում էր։ Մի բան էր թերի ասեմ, որ իմանաք, որ մանկավարժների նաեւ մեծ կարիք կար։ Շատ մեծ պահանջարկ կար մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի գծով աշխատող դասատուների համար։ Դե ինֆորմատիկան ինչպես Հայաստանում այստեղ էր շատ պահանջվող եւ նոր ուղղություն է, նոր գիտություն է, երևի ես վերջին 20 տարում նոր սկսել ավելի լավ զարգանալ։ Դրա պահանջ եւս կար եւ այդ դպրոցը նաեւ ուներ առանցին խումբ, որոնք ասենք 8-րդ դասարանից հետո խորացված իրենց գիտելիքները ստանում են ինֆորմատիկայի բնագավառում։ Այսինքն դպրոցում կար նաեւ կամ քիմիայի, բիոլոգիայի խմբեր, որտեղ արդեն ուսուցումը բարձր դասարաններում հիմնականում կատարվում էր այդ առարգաների ավելի խորը մանրակրկիտ ուսումնասիրությամբ, որովհետև եթե մարդը գնալու ասենք կամ քիմիայի գծով զարգանալու նրան ասենք կերպարվեստ, պատմական պատմություն եւ այլն այդքան անհրաժեշտ չէ, նա պետք է արդեն խորանա քիմիայի մեջ կամ մաթեմատիկայի սովորողը շարունակողը պետք է մաթեմատիկայով զա։ Եվ դա իմ կարծիքով ավելի ճիշտ է, քան ասենք մեր հայաստանյան դպրոցներում, որ մինչև 12 դասարան ավարտում են, գրեթե ծրագիր է, որ պետք է բոլոր առարկաները հասնես, նոր գնաս, եթե մարդ կա գնում է իրավաբանական կամ ասենք բանասիրական սովորելու, միգուցե իրեն մաթեմատիկան այդքան էլ պետք չի, կամ նա մինչև 8-րդ դասարան ստացել է իրեն համար։ Ես գիտեմ, որ Հայաստանը հիմա մտածել է Բոլոնյան համակարգի մեջ, որը արևմտյան կրթական համակարգն է, քարոզում մեր մոտ, բայց ավելի նպատակահարմար է, որ կոնկրետ Եվրոմիության, ասենք, մի երկրի փորձը ուսումնասիրելով փորձեն այդ ներդրումը կատարել Հայաստանում։ Օրինակի համար ինձ համար շատ ցանկալի կլինի, որ ֆրանսիական կրթական մոդելը Հայաստանում այսօր օգտագործվի, քանզի Ֆրանսիան այսօր մեզ ավելի ամենաբարեկամ երկրներից մեկն է։ Իսկ մեր մոտ տարիներ շարունակ այդ ռուսական մոդելով գնալով ռուսական համակարգը մենք այսօր տեսանք Հայաստանում ինչ իրավիճակի բերեց։ Ես հիշում եմ նույնիսկ իմ ուսանող ժամանակ, երբ ինստիտուտում ժողովրդական տեսությունում սովորելու ժամանակ շատ գրքեր գրականություններ կար, որ ռուսերեն էր եւ նույնիսկ արգելված էր, որ դրանք թարգմանել հայերեն լեզվով եւ այլն, կամ թարգմանվում էր շատ մեծ դժվարություններով։ Այսօր Փառք Աստծո ամեն հնարավորություն կա, եթե իրոք անկախ երկիր ենք եւ ուզում ենք անկախ մնալ, պետք է լրիվ անկախանանք դրանք, մենք գաղութային լծից պետք է ազատվենք եւ խորհուրդ կտամ շատերին, բոլորին,
որ իրենց զավակները պարտադրեն սովորել թող կամ իշխանություններին պարտադրել դպրոցներում մտցնել այնպիսի լեզուներ, որ վաղը իրենց երեխաները եթե ցանկանան արդ երկրում սովորելու, մենք բոլորս էլ գիտենք, որ բոլորը ձգտում են Եվրոպա գալ, անգլիական բույր, ֆրանսիական, հոլանդական, բելգիական նաև բելգիայում կան մի շարք բույր, որոնք աշխարհի լավագույն 100-ակում ահագին բարձր տեղեր են գրավում։ Իսկ ինչու են այդ սանդրակը դասավորվում, ինչու է այդպես, որովհետև այստեղ իրոք պետական վերաբերմունք կա կրթության նկատմամբ եւ մատաղ սերնդի դաստիարակման նկատմամբ իրոք կրթությունն է պետության հիմքերից մեկը նաև ամենակարևորագույն։ Եթե ունես բարձր զարգացվածության մակարդակ, դպրոցի բում սովորել ստացել ես, դու այդ պետության ամենակարևորագույն հենասյուներից մեկն ես դառնում։ Իդեպ Աշոտ, իմ բաժանորդներից մեկը վերջերս գրել էր, որ իր աղջիկը գալու է սովորի Լյուվենի համալսարանում։ Լյուվենի համալսարանը, ինչպես նաև Գենտի համալսարանը, կարելի ասել Եվրոպայի հնագույն համալսարաններից մեկն է եւ մակարդակը բավականին բարձր է։ Ես լսել եմ, որ Լյուվենի համալսարանը ինչ որ ժամանակ աշխարհի լավագույն տասնյակում եղել է, հիմա չեմ կարող ասել որտեղ է, նմանապես նաև Գենտի համալսարանը, այսօր Բրյուսելում շատ բարձր մակարդակի համալսարաններ կան, իսկ իմ հայրենակիցներին հիշեցնեմ նաև, որ Գենտի համալսարանը այն համալսարանն է, որտեղ ժամանակին սովորել է մեր մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանը եւ այսօր էլ նրա կիսանդրին դրված է այդ համալսարանը։ Ցանկացած հայի համար դա մեծ պատիվ է եւ ուզում եմ ձեզ նաև հիշեցնեմ, որ այստեղ Բելգիայում ապրող հայերի մեծամասնություններ ձգտում են, որ իրենց երեխաները սովորեն Լուվրի համալսարանում, Գենտի համալսարանում, Բրյուսելի համալսարանում ու շատերը մեծ արդյունքներ են ասում։ Մենք այսօր ունենք պրոֆեսորներ, դոկտորներ այդ համալսարաններում նաև հայ ազգի դասավանդողներ։ Շատ լավ վիճակ է նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում, թեպետև մենք պետք է մենակ դպրոցների մասին խոսանք, բայց խոսանք կրթության մասին։ Ինչի մասին ուզում ես խոսալ։ Բելգիայում գտնվող բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները բաց են Բելգիայի բոլոր քաղաքացիների համար։ Առաջի կուրս կարող են ընդունվել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են, ասենք, այդ մասնագիտությամբ խորանալու, առաջին դաս ունենալու համար։ Ի տարբերություն Հայաստանի, թեպետև հիմա տեղակ են, որ ինչ որ Հայաստանում են ուզում այնպես անել, որ դպրոցից միանգամից առանցքնությամբ աշակերտ ընդունվի բարձրագույն ուսումնական դպրոցի գնահատականներով, բայց այստեղ գնահատականները ճիշտ է հաշվի առնում են, բայց կարևորագույն պայմանը այստեղ ասենք, եթե ուզում է գնա բարձրագույն ուսումնական հաստատություն սովորելու, տվյալ դպրոցի խորհրդի բնութագիր երաշխավորագիր է։ Շատ լավ կլինի, որ Հայաստանում նույնպես այսպիսի հնարավորություն ունի դպրոցը ավարտող աշակերտի համար, որ բոլորը որ մասնագիտությամբ ցանկանում է խորանալու կարող է դիմել, բայց այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա, կոռուպցիոն ռիսկը պետք է չլինի։ Եթե հիմա կենտրոնացված, մինչև վերջերս կենտրոնացված ինչ որ քննություններ են կատարում եւ այլն, դա բացահայտ կաշառակերություն է, բերեք չզարմանաք։ Այդ նախկինում Աշոտ, հիմա երևի փոխվել է, այս թվում է հիմա։ Ասված է փոխված լինի։ Այդ նախկինում էր։ Բայց առաջի կուրսի քննություն հանձնողը, որ կարողացավ ինքնուրույն հանձնել եւ անցնել կոնկրետ բոլոր բնակավարում, խոսքը չի վերաբերում միայն ծրագրավորման այդ բնակավարին եւ այլն, հերթական քննությունները նա կարող է մնացածն էլ կհանձնի։ Իսկ որ կա Հայաստանում որոշակի տոկոս անվճար համակարգ կա, մեծ տոկոսը վճարովի, այստեղ բարձրագույն ուսումնական հաստատությունները բոլորը վճարովի։ Բայց այստեղ կա մի հանգամանք, որ այն ընտանիքները, ում ամսական միջին եկամուտը որոշակի ստանդարտի չի համապատասխանում, այսինքն ցածր է պետական միջինից, պետությունը
պարդատիր այդ ուսանողին տարեկան միշտ օգնում է, որպեսզի կարողանա Վարձը իջացնում են։ վարձն են իջացնում, բացի դրանից նպաստ է տալիս, որպեսզի նա կարողանա, ասենք, տվյալ քաղաքում սովորում է երևի հանրակացարանը վարձում իր համար այդտեղ բնակվի եւ այլն այդ ծախսերը շատ են։ Վարձերը Հայաստանում շատ բարձր են, չնայած այստեղ էլ են բարձր։ Դրսից եկածների համար վարձերը այստեղ համացանցում շատ բարձր են։ Իմ ստացված տպավորությամբ Հայաստանում վարձերը որ սահմանում են, դա չի բխում, ասենք, Հայաստանի ազգաբնակության, ասենք, ստացած միջին եկամուտներից։ Այդ վարձերը ավելի շատ բխում է տվյալ բուհի շահերից, որ իշքան գումար կարողանան հավաքագրել, որ բուհը կարող է դասախոսական անձնակազմի շենքի պահպանման հարցերը իրականացնել։ Բայց այդ համակարգը, որ այսօր համակարգը գործում է Հայաստանում, տարեկան հազարավոր ուսանողներ ավարտում են բարձրագույն ուսումնական հաստատությունները, բայց աշխատելու տեղ չունեն, կամ իրենց մասնագիտությամբ չեն գնում աշխատելու, այլ տարբեր տեղեր են գտնում։ Դա ում է պետք, ավելի լավ է թվերը խիստ կրճատել, որակյալ մասնագետներ տալ այդ, ասենք, թեկուզ պետական մոդեցմամբ, քան թե, ասենք, մարդիկ դիպլոմ են ստանում, դա ձևի համար դիպլոմ է եւ դա ուր պետք է օգտագործեն չգիտեն։ Այսօր, ասենք, իրավաբանի դիպլոմ ստանում, գնում բժիշկ աշխատում կամ ոչ թե բժիշկ աշխատում, այլ հիմնարկի ղեկավարը լինում։ Ստե նման բան չկա, մասնագիտություն ստացած անձնավորությունը հիմնականում աշխատում է իր մասնագիտությամբ, բացառությամբ քաղաքական գործունեությամբ զբաղվողներին, որ շատ քաղաքական գործիչներ կան, կարող է բժիշկ են, իրավաբան են եւ այլ, նույնիսկ ասենք բանվորներ, դա չխանգարեմ, բայց լավ իմացեք, որ ստե բանվոր աշխատելու համար դիպլոմ է պետք։ Որովհետեւ այսօր ոչ միայն Բելգիայում, այլ արևմտյան Եվրամիությունում, որովհետեւ գնաց մի ֆիրմայում, շինարարական ֆիրմայում բանվոր աշխատես, նախ, այսինքն, կամ քիրպիչ շարես, սվաղանես եւ այլն, դրա համար պարդատիր պետք է սերտիֆիկատ ունենաս, որ դու որևէ տեղ, որևէ, ասենք, ես նշեցի, որ դպրոցներ կան, որ մասնագիտություն են սովորեցնում, կան դպրոցներ, որ պատշարեր են, հուսեն են, ադարձագործ են սովորացել են, միջնակարգ կրթության զուգընթաց, այդ տարբեր ուղղությունները բոլորը կա։ Դա կարող ես եւ դպրոցում ստանաս կամ աշխատանքի տեղավորման, ասենք, կազմակերպություններ կան։ Դասընթացներով սովորացնում։ Բոլոր այդ խոշոր քաղաքներում այնտեղ գնում են, սովորում են, քննություն են հասնում, որից հետո իրանց նշանակում են աշխատելու։ Նույնիսկ բեռնատարի վարորդ աշխատելու համար նույնիսկ որգում են կուրսերի սովորելու, որը նաև ստե մեծ պահանջարկ ունի։ Նման դիպլոմները կարող են դպրոցում են նաև ասեն ստանալ։ Իսկ ովքեր չեն ստացել դրա աշխատանքի համար, անկախ տարեկից կարող է 40-45 տարեկան յանից ուզում ես այդ բնակավարում աշխատելու, պարդատիր ուսուցման են տանում, քննություն տալով դիպլոմ է ստանալ։ Դա բնական է, եթե դու այդ աշխատանքը կատարելու ես, դու պետք է կարողանաս պահանջներին, չափանիշներին ապահովես։ Համապատասխանես։ Անկամ մաքրության գործը ես ուրեմն այնքան հետաքրքիր լսել եմ աշխատողներից, որ գնում են մաքրության գործ անեն, չի մաքրեն։ Պետք է անպայման տիրապետեն իմանան, թե այդ նյութերին էլի ոնց են օգտագործում ինչ ձևով, մի հատ վերապատրաստում են անում մի շաբաթ, երկու շաբաթ, նոր գնում աշխատում են, մաքրություն են անում։ Իրոք, սիրելի հայրենակիցներ, Արևմտյան Եվրոպան բավականին բարձր զարգացման աստիճան է հասել։ Երանի իրոք Հայաստանը այս մագարտակին լիներ, բայց ես համոզված եմ, եթե մենք քայլ կատարենք դեպի այս կողմ, Հայաստանը կարճ ժամանակ ընթացքում նույնիսկ այս երկրներից շատ կանցնի։ Այսօրվա համար ես կանե, ինչքան չգիտեմ, ձեզ կարողացա բավարարել ձեր հետաքրքրություններին։ Կարան հարցեր գրեն։ Խնդրանքսա, իրոք եթե Հայաստանը այսօր կայնածա դեպի այս ճանապարհի վրա յուրօրություն գալու, խոսքս Հայաստանի բնակիչներին է վերաբերում։ Իրոք դա փրկություն է լինելու մեր ազգի համար, մեր պետականության համար։ Մենք ես էլ ձեր հետ բոլորս տեսանք Հույսիսի օգնությունը մեզ ինչքան էր։ Ռուսաստանը մեզ իրոք ոչ թե բարեկամ երկիր է եղել, այլ թշնամի երկիր է եղել մինչերս։ Ու հիմա էլ այդ թշնամանքը շարունակում է
ու այսօր էլ շարունակում է այդ թշնամանքը։ Սիրելի հայրենակիցներ, ես ոչ թե ասենք ուզում եմ չափազանցություններ անել, այլ ես իրականությունն եմ անում, ճշմարտությունն եմ անում։ Մի օրինակ բերեմ, ասեմ, իմացեք։ Ես ասենք քանի տարի, երևի 7 տարի մեքենա եմ ստեվարում, ինձ ոստիգանը ընդամենը մի անգամ կանգնացրել էր կամացություն ստուգելու համար։ Կամերաների կադրած։ Բոլորին մենակ իրան չեն կանգնացրել, բոլորին են, ասինքն ինձ մի անգամ են ստուգել։ Այսինքն սա ինչ է, որ եթե նորմալ երթևեկում ես, քեզ ոչ ոք բան չէ, բայց ես գիտեմ, որ այսօր Հայաստանում հնարավոր չէ նման իրավիճակ։ Եվ իրոք վարորդներն են շատ խախտումներ անում։ Ես անցած տարի Հայաստան եղա, բայց վախենում էի մեքենայով տրասի դուրս գալ երթևեկելու։ Կարգ ու կանոնը բոլոր տեղերը լավ է, շատ լավ է, որ բոլոր բնակավարները զարգանում են օրենքով եւ ինչքան օրենքը գերակայող լինի, այնքան պետությունը հզոր է լինելու։ Շնորհակալություն ուշադրության համար։ Հարցեր կունենաք, չգիտեմ, գրեք սիրով Աշոտեի կպատասխանի կամ ինչ թեմայով որ կուզեք հաջորդ անգամ Աշոտին հրավիրեմ ստուդիա հարցազրույցի, խնդրեմ գրեք այդ թեմայով կխոսենք, Աշոտեի թեմայով կխոսի։ Այսօրվա ֆորմատը այսպիսիներ, սիրելիներս, եթե հավանեցիք այս ֆորմատը գրեք, եթե չէ, էլի գրեք, իմանանք, տեսնենք ինչ եք մտածում։ Ես էլ այս ընթացքում իմ կանաչ թեյ խմեցի, կիրակի երեկոն շարունակվում է, ուզում եմ ամենայն բարիք մաղթեմ ձեզ, ձեր ընտանիքներին, լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ վլոգում, հաջողություն։